Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում զրուցել եմ իմ գործընկեր Արշալիս Մղդեսյանի հետ, հավանաբար մեր նյութերից Սիվնեթի տեղյակ եք, որ Արշալիս Մղդեսյանը Թուրքիայում մասնակցում էր Անտալիայի դիվանագիտական ֆորումին աշխատանքներին եւ հիմա առիթ է իր հետ խոսելու այս թեմայի շուրջ, ամփոփելու դիվանագիտական ֆորումի աշխատանքները, ինչպես նաեւ ծանոթանալու նրա կարծիքներին։ Ողջույն Արշալիս, բարի գալուստ, վերադարձ, ուրախ եմ քեզ տեսնել։ Ողջույն Գյորգի, շնորհակալ եմ։ Եվ այսպես ապրիլի 11-ից 13-ը դու մասնակցում էիր ուղիղ աշխատում էր Անտալիայի դիվանագիտական ֆորումին, որին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը, իդեպ լայն կազմով, եւ դու էլ Հայաստանից միակ լրագրողներ, որ լուսաբանում էր ֆորումի աշխատանքները, կխնդրեմ ներկայացնես սկիզբից ֆորումի մասին քո պատկերացումները եւ ըստ քեզ որքանով էին արդյունավետ աշխատանքները։ Նախ Գյորգի, նարի նշենք, որ միակ լրագրողն էի, որովհետեւ մյուս լրատվամիջոցները չէին կարողացել մասնակցել, որովհետեւ այլ իմ իմանալով այլ լրատվամիջոցները եւս հրավիրել էին այդ ֆորումին, մասնակցելու եւ այդ ֆորումի աշխատանքները լուսաբանելու, չէր ստացվել մյուսների ներկա լինելը, դրա համար էի ես միակը։ Երկրորդը բավական հետաքրքիր եւ մեծ ֆորում էր, ինքը բուն Անտալիայում չէր, նախ ամեն տարի այդ հատվածում է կազմակերպվում, Բելեկա կոչվում, ինքը ավելի շատ այսպես գյուղաքաղաքային տեղ է, որտեղ կենտրոնացած են իրենց տուրիստական շատ մեծ հնչեղություն եւ ուրեմն հանրաճանաչություն ունեցող բարձր կարգի հյուրանոցային կլաստերները, հյուրանոցները եւ այնտեղ ունեն շատ մեծ նաեւ միջոցառումների վայր, որտեղ եւ կազմակերպել էր ֆորումը, այս տարի արդեն 4-րդ անգամ, եթե չեմ սխալվում, եւ բավական ներկայացուցչական էր, այսինքն այն երկրներից, որ մասնակցում էին, բավական բարձրաստիճան հյուրեր էին ներկայացված, երկրների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ եւ սա շատ լավ հնարավորություն էր, որ եթե լրագրողական այդ ուրեմն հետաքրքրասիրությունդ դրթում է քեզ այնտեղ աշխատելու, ապա շատ լավ հնարավորություն է այդ միջանցքներում եւ կուլիսներում այդ մարդկանց տեսնել եւ այդ մարդկանց հետ զրուցել, դա շատ մեծ լրագրողական ինչ-որ առումով հաջողություն է առհասարակ նման ֆորումներին ներկա լինել եւ մարդկանց հետ ծանոթանալ, զրուցել, որը մեր աշխատանքն է։ Ինչ էր կատարում այդ զրույցները ակտիվ էին։ Բավականին, տեսեք, երբ ես որ հասա ֆորումին, ֆորումը արդեն սկսել էր, այսինքն դեռ նախնական ինչ-որ վիճակներ, այո, զուտ լոգիստիկ հարցերով պայմանավորված, հասա այն պահին, որ Էրդողանի ելույթն էր։ Էրդողանի ելույթն էր շատ մեծ դահլիճում, բավական տպավորիչ, նորարարական, տեխնոլոգիական բոլոր լուծումներով այդ դահլիճը, էկրաններ եւ այլը, ինքը մոտավորապես 3-4 հազար հոգանոց դահլիճ էր, բացման արարողություններ բուն, որտեղ Էրդողանը հանդես էր գալիս ելույթով իր ուղերձով աշխարհին, այսպես ասենք, եւ հատկապես այն երկրներին, որոնք մասնակցում էին այդ ֆորումին։ Իսկ երկրները տարբեր էին, Բալկաններից սկսած եվրոպական երկրներով մինչեւ Աֆրիկա, Թուրքիայից բնականաբար մինչեւ, չգիտեմ, Ասիա, ուրեմն կենտրոնական Ասիայի երկրներ եւ այլն, մոտավորապես այն տարածքները, որտեղ ժամանակին տարածվել է Օսմանյան կայսրությունը եւ դրա շուրջ եւ Օսմանյան կայսրության շուրջ եղած այդ շահերի գոտին, որ ժամանակին եղել է եւ մի փոքր գուցե հիմա ավել, հիմնական թեմաները եւ հիմնական հետաքրքրվածությունը ֆորումի դա իհարկե աշխարհի խնդիրներն էին, որ այսօր տեղի են ունենում, հատկապես մեր մեծ տարածաշրջանի, ուրեմն կենտրոնական Ասիայից սկսած մինչև Մերձավոր Արևելք, հիմնական ուշադրությունը դա Գազայի շուրջ տեղի ունեցող իրավիճակներ, որը Թուրքիայի համար կարևոր թեմա է եւ ենթադրում եմ դու ավելի ճիշտ կարող ես ասել, սա հնարավորություն է տալիս բարձրաձայնելով այս խնդիրը Թուրքիային, մի կողմից բարձրաձայնելով, մյուս կողմից էական ոչինչ չանելով ռազմական ներգործության տեսանկյունից, բայց հնարավորություն է Թուրքիային իր լիդերություն ստանձնել իսլամական, մուսուլմանական աշխարհում։ Դիրքորոշումը մեկ անգամ վերահաստատել։ Այո, վերահաստատել, ցույց տալ, որ ինքը շատ անզիջում դիրքորոշում ունի, մեղադրել Իսրայելին եւ այլ։ Սա այսինքն թեմա է, որը հնարավորություն է տալիս իր մասին հիշեցնել, ասել եւ այդ լիդերության ուրեմն ձգտումները եւս մեկ անգամ հաստատել։ Երկրորդը, ինչը մեզ համար գուցե զարմանալի լինի, բայց մեր տարածաշրջանը 3 օրից բաղկացած ուրեմն երրորդյա ֆորումի շրջանակներում, որտեղ քննարկվում էին բազմապիսի հարցեր, մեր տարածաշրջանը մի քննարկմամբ էր ներկա Դա պանելային քննարկումն էր, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Եվ դրանից առաջ եղավ եւս մեկ քննարկում
ադրբեջանական կողմն էր հիմնականում այնտեղ ներկա, երբ հայտնի հայտարարություններն էին եղել ադրբեջանցիների վերադարձի, իրավունքի Հայաստան եւ այլն, այո, դա այդքան բարձր մակարդակի այսպես ներկայացվածություն չէր։ Այնուամենայնիվ ենթադրում եմ այդ հարթակը ուզել էին եւ այդ հարթակը իրենց տրամադրվել էր։ Բայց մեծ հաշվով տարածաշրջանը ներկայացված էր մի պանելային քննարկման տեսքով։ Եվ երբ որ շատ հաճախ մեզանում, հատկապես Հայաստանում քննարկումներ են ծավալվում, որ Թուրքիայի ուշադրությունը շատ ուժեղ սևեռված է մեր տարածաշրջանի վրա եւ, չգիտեմ, այնտեղ ունեն հստակ պլաններ ինչ որ գործողություններ անելու տարածաշրջանի հետ կապված, կարող է ինչ որ կառույցներում ունեն, չգիտեմ, բայց քաղաքական մակարդակով դիվանագիտական սևեռվածության տեսանկյունից ես դա այդ ֆորումում չտեսա։ Երկրորդը, ինչը նաեւ էլի չտեսա, դա եւ հետարքիր էր, դա Հական Ֆիդանի ֆորումի փակման ժամանակ ասուլիսներ, որտեղ ներկայացված էին, չգիտեմ, երևի շատ մեծ քանակությամբ լրատվամիջոցներ եւ առյուծի բաժինը լի մերձավոր այո, առյուծի բաժինը իր խոսքի, նախ խոսքի, հետո հարցերի, մերձավոր արևելքներ եւ Գազան, մի փոքր աֆրիկյան երկրները, էլի մի փոքր հատված, մի 10-15% շատ պայմանական, դա եվրոպական անվտանգության խնդիրները, ուկրաինական ճգնաժամ, Թուրքիայի դերակատարությունը Եվրոպայի այս վերազինման գործընթացում ինչ կարող է լինել, ինչ կարող է չլինել, եւ գրեթե զրոյական ուշադրություն եւ զրոյական այսպես հետաքրքրվածություն հարավային Կովկասով, այսինքն եւ իր խոսքում եւ հարցերում անգամ Ադրբեջանի մասին ես ինքս ճիշտ ասած իմ հարցը պատրաստել էի, որ ցանկանում էի տալ պարոն Ֆիդանին, հենց մեր տարածաշրջանի եւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին էր, չհաջողվեց այդ հարցը տալ, ինչպես եւ լրագրողների 80%-ին չհաջողվեց այնտեղ հարց տալ, որտեղ 20-25 հարց հնչեց, բայց անգամ ադրբեջանցի լրագրողները, որ հարցեր էին ուղղում, Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, չգիտեմ, Ադրբեջանում Իսրայելի հետ բանակցությունների մասին, ինձ համար տարօրինակ ճիշտ ասած, որտեղ մեզ համար ընդունված է, որ կա այսպես եղբայրական ազգ, թուրք-ադրբեջանական ազգն է, մեկ ազգ երկու պետություն, այսպես կարգախոսով եւ դա պարբերաբար դեկլարացվում եւ հանրահռչակվում է Թուրքիայի կառավարության կողմից, բայց էլի այդ ֆորումի ժամանակ ինքը շատ փոքր տեղեր հատվածած տվյալ դեպքում ասուլիսի ժամանակ Հական Ֆիդանի խոսքում ադրբեջանցի երկու լրագրողների հարցերը շատ կարճ ու կոնկրետ պատասխան ունեցան մի քանի նախադասությամբ, ինչը ճիշտ ասած տարօրինակ էր ինձ համար, ես մտածում էի, որ ավելի այսպես մեծ եւ ծավալուն պատասխան կտրվի Ֆիդանի կողմից ընդգծելու համար Ադրբեջանի հետ հատուկ հարաբերությունները, բայց այդպես չէր։ Մեկ այլ հարցի իհարկե դեռևս կանդրադառնանք հայ-թուրքական հարաբերություններին, բայց մեկ թեմայի վրա կուզեի ուշադրություն սրավիրել հարցն խոսքը պանելային քննարկման մասին է Կովկասի նվիրված, որին անմիջականորեն նաև դու եք մասնակցում, շատ է չէ խոսում նրա մասին, որ կարևոր է ոչ միայն թե ինչպես ենք մենք ներկայանում, այլ նաև ինչպես են մեզ ընկալում եւ այլն։ Այ կուզեի հարցնել պանելային քննարկումից հետո իհարկե տեսանք իրարամերժ կարծիքները, դիրքորոշումները Երևանի եւ Բաքվի մասին, բայց բախտ վիճակվեց կամ շփվեցիր տարբեր մարկանց լրագրողների հետ, այդ պանելային քննարկումը ինչ արձագանք թողեցիր իրենց վրա կամ ինչպեսի քննարկումներ այն ծավալեց։ Նախ արի համաձայնենք, որ պանելային քննարկմանը ֆորումի շրջանակներում ներկա էր այն աուդիտորիան, այն լսարանը, որը հետաքրքրված է թեմայով։ Հետաքրքրված է ոչ միայն, այլև ունի որոշակի կարծիք ձևավորած։ Եթե այնտեղ լրագրողներ են, իսկ լրագրողները այդքան շատ չէին, եւ այնտեղ մարդիկ են, որոնք մասնակցում են այդ ֆորումին, եվրոպական լիդերներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, թուրքական, ադրբեջանական, հայկական, եվրոպական եւ այլն, նրանք ունեն կոնկրետ կարծիքներ ձևավորված եւ դժվար թե քննարկմամբ այս կամ այնչափ քաջատեղյակ են, այո, իհարկե, եւ ունեն կոնկրետ դիրքորոշում, իրենց դիրքորոշումները փոխել լինի, հնարավոր լինի փոխել, դժվար նման բան տեղի ունենա։ Երկրորդը այն մարդիկ, որոնք աջակցում էին Հայաստանին, եկան ողջագուրվեցին, գրկախառնվեցին Արարատ Միրզոյանի հետ, այն մարդիկ, ովքեր աջակցում էին օրինակ նույն Ադրբեջանին, նույն ձև վարվեցին այնտեղ Ադրբեջանի արտգործնախարարի հետ եւ իհարկե քիչ էր ուշադրությունը Վրաստանի արտգործնախարարի նկատմամբ, որովհետեւ դե կոնֆլիկտի բերումով ավելի մեծ էր սևեռվածությունը, հետաքրքրությունը հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ։ Վրաստանը ավելի շատ այսպես հանդես էր գալիս որպես հարթակ կարող է լինել, որ կողմ է ուրեմն հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ իսկապես այդպես է, որովհետեւ Վրաստանի համար դա
ծանր մի բան է, երբ Հայաստանը եւ Ադրբեջանի միջև սրվում է հակամարտությունը, որովհետեւ դա ոչ միայն ազդում է Վրաստանի վրա տարածաշրջանային ուրեմն անվտանգության տեսանկյունից, անվտանգության մարտահրավերների սրման տեսանկյունից, այլև Վրաստանում ներսում է խնդիրներ առաջացնում։ Վրաստանը բազմազգ երկիր է, կա կոմպակտ բնակեցված ադրբեջանական բնակչություն, ադրբեջանցի եւ հայ, եւ այնտեղ ներսում են խնդիրներ առաջանում։ Այսինքն Վրաստանի համար ներքին անվտանգության խնդիր է սա նաեւ ստեղծում, ինչ որ առումով։ Դրա համար Վրաստանը շատ, այսպես մի կողմից իհարկե կոնֆլիկտի պահպանումը ընդունված է ասել, որ Վրաստանի համար հնարավորություն է, որ բոլոր պրոյեկտները եւ այլ բոլոր ծրագրերը անցնում են Վրաստանով, շրջանցում են Հայաստանը եւ այլն, շահերի կենտրոնը եվրոպական, ամերիկյան Վրաստանն է դառնում տարածաշրջանի եւ դա այդպես է, բայց մյուս կողմից նաեւ կան մարտահրավերներ, երբ այդ կոնֆլիկտը սրվում է։ Դրա համար մոտավորապես այսպիսի իրավիճակ էր նույն այդ քննարկման ժամանակ եւ իհարկե արձագանքները վատը չէին, այսինքն եթե այսպես շատ պայմանական ասեմ, բայց այստեղ մի ուրիշ բան է խնդիրը։ Հայաստանը իհարկե կարող է շատ ավելի կոշտ արձագանքել ադրբեջանական ուրեմն նարատիվներին, որը տվյալ պահին դեկլարացրեց եւ եւս մեկ անգամ հնչեցրեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, բայց խնդիրն այլ բանի մեջ է, բայց խնդիրն այլ բանի մեջ է։ Այդ նարատիվներին, երբ որ դուք կոշտ ես արձագանքում, դուք հողի վրա պետք է դրա հիմնավորվածությունը ունենաս, այսինքն դու պետք է դրա պատասխանը կարողանաս տալ արդեն ռեալ կյանքում եւ գետնի վրա։ Եթե անվտանգությանը հարցերը կարգավորված են եւ դու խնդիր չունես ադրբեջանական հանկարծ նոր էսկալացիայի դեպքում սահմանին, որ չգիտեմ, դա կարող է շատ լուրջ անվտանգային խնդիրներ հարուցել քեզ համար, այո, կարող ես շատ ավելի կոշտ արձագանքել, շատ ավելի փաստարկված արձագանքել, շատ ավելի քիչ խաղաղասիրական արձագանքել, այսպես ասենք, հա, իրավիճակն է թելադրում, որ Հայաստանը հնարավորինս այսպես ճկունություններ դրսևորի եւ արտաքին գործերի նախարարը ինքը պաշտպանության նախարարը չի այդ առումով, հա, ինքը փորձում է կառավարելի իրավիճակներ ստեղծել կամ հնարավորինս չսրել իրավիճակը հակամարտության դաշտում եւ դա այն էր, ինչ տեղի ունեցավ, այսինքն Արարատ Միրզոյանը մի կողմից փորձելով իմ տպավորությամբ այսպես պահպանել, այսինքն թույլ չտալ ազգային շահերի ոտնահարում հնարավորինս այդ իրավիճակում, թեպետ կարող են այլ կարծիքներ եւս լինել եւ եթե շատ այսպես առանձին դիտարկենք խնդիրը առանձնացնելով այն կոնտեքստից, հա, անվտանգային կոնտեքստից, բայց մյուս կողմից էլ փորձում էր հնարավորինս ճկունություններ դրսևորել, որպեսզի այսպես, այսինքն չէր կարող խոսել այնպես, ինչպես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է խոսում։ Հասկանալի է։ Իսկ պաշտոնական քննարկումներից զատ ինչ մթնոլորտում էր տիրում, հա, այսինքն շփումներ կային Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջև կամ դու ճիշտն ասած ես փորձեցի խոսել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, մոտեցա իրեն եւ խնդրեցի հարցազրույց։ Այդ պահին շտապում էին իրենք, ասացին հնարավոր չի հիմա հարցազրույց տալ։ Եվ շատ արտաքին գործերի նախարարներ էին այդպես պատասխանում հանուն արդարության, որովհետեւ եթե պատրաստված չի մարդը հարցազրույցի, հարցերն ուղարկված չեն, չգիտեմ, հետները որևէ աշխատանք չի տարվել, դժվար է էլի արտաքին գործերի նախարարի մոտենալ եւ ոտի վրա հարցազրույց անել, դա հասկանալի է։ Եվ բայց ամեն դեպքում եղավ որոշակի խոսակցություն նրա մասին, որ իրենք պատրաստ են հայկական մեդիայի տալ հարցազրույց։ Չգիտեմ, դա տեղի կունենա թե ոչ, բայց այնուամենայնիվ այդ խոսակցությունը տեղի ունեցավ։ Իսկ ադրբեջանցի լրագրողները ոչ թե պատրաստ են, իրենք դեմ չեն հայկական մեդիայի տալ հարցազրույց։ Ես չտեսա ադրբեջանցի լրագրողներ եկան Արարատ Միրզոյանին մոտենալու, թե չէ գուցե մոտեցել են այդ պահին, ես ուղղակի խոսում էի Բայրամովի հետ, այդ կարճ զրույցը տեղի ունեցավ, որից հետո ամեն մեկը գնացին իրենց գործերով։ Եվ բացի այս քննարկումից կուզենայի նաև խոսեինք բանի մասին, որ ինչպես հնարավոր եղավ քլչի հետ խոսել, հարցազրույց անել, կարճ հարցազրույց էլի եւ շատ պատահական դա ստացվեց։ Գիտեք, Հայաստանում ադրբեջանական աղբյուրներից վերցված տեղեկատվություններ շրջանառվում, որ քլչը պնդել է կամ պահանջել է այո, հայկական սահմանադրության, Հայաստանի սահմանադրության փոփոխություն, եւ այդ պահին ես ճիշտ ասած նոր էի հասել ֆորումին եւ փորձում էի ինչ որ մեկի հետ խոսել, տվյալ դեպքում եթե չստացվի քլչի հետ, պարոն քլչի հետ, ապա պարոն Ռուբինյանի հետ խոսել, բայց այդ պահին Էրդողանի ելույթը ավարտվեց, բոլորը դուրս եկան այդ դահլիճից եւ իմ դեմ հանդիպած մենք այսպես հայտնվեցինք միտեղ, այո, Սերդար քլչի հետ, ներկայացա, որտեղից եմ, շատ այսպես
սիրալիր ձևով ընդունեց դա, ողջունելով, ասելով, որ բարով եմ եկել եւ այլն, եւ խնդրեցի հարցազրույց եւ միանգամից համաձայնեց։ Եվ իր կարևոր հայտարարությունը, հա, Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, այդ քո գնահատմամբ դա ինչ էր նշանակում։ Դա դիվանագիտական քայլ էր։ Ամեն դեպքում դա նրա մասին է, որ Ադրբեջանը, ներողություն, Թուրքիան հայ-թուրքական բանակցություններում թեպետ արկա է հայ-ադրբեջանական հակամարտության թեմատիկան, խաղաղության պայմանագիր ստորագրելու, չստորագրելու եւ այլը, դա քննարկվում է, ինչքան էլ մենք ասենք, որ դրանք առանձին process-ներ են եւ այլը, դրանք քննարկվում են հայ-ադրբեջանական գործընթացը արկա է հայ-թուրքական գործընթացում, չի կարող արկա չլիներ, հիմա արդեն կարող է սահմանը բացված լիներ, հա, բայց ամեն դեպքում ես որքանով զգացի, իրենք ադրբեջանական պահանջները, որ հիմա կոնկրետ դրված են, բանակցություններում գոնե այդ պահանջները չեն դնում։ Իրենք իրենց կողմից ադրբեջանական պահանջները Հայաստանի դեմ չեն դնում։ Սպասում են լուծել։ Բանակցություններում ես նկատի ունեմ։ Կարող են լինել տարբեր ֆունկցիոներներ, տարբեր падգամավորներ, որ հայտարարություններ անեն։ Անգամ կարող է իրենց չգիտեմ, ազգային ժողովի նախագահ, պարլամենտի նախագահ հայտարարություն անի, որ Մինսկի խումբը պետք է ցրել եւ այլն։ Բայց բանակցություններում այդ հարցը չի դրվում։ Դա ինչը չի նշանակում, որ վաղը չի կարող դրվել։ Բայց գոնե այս պահին ես քլչի հետ հարցազրույցից դա զգացի, որ իրենք, չգիտեմ, կողջունեն հայ-թուրքական ուրեմն խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ մեծ հաշվով դրան են սպասում, որ եթե դա ստորագրվի, հայ-թուրքական սահմանը կարող է եւ բացվել։ Բայց մեկ ուրիշ բան է այստեղ էական, որ ես օրինակ նաեւ խոսում եի թուրք լրագրողների հետ, որոնք տարածաշրջանից բավական տեղյակ էին եւ իրենք ասում էին հետեւյալը, ու փորձում էի հասկանալ, արդյոք այդքան կարևոր է եւ այդքան հզոր է Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա, որ օրինակ Թուրքիան մինչև հիմա անգամ Լեռնային Ղարաբաղի խնդրի այսպես իրենց բավական տրագիկ հայկական կողմի համար բավական տրագիկ փակման կամ չգիտեմ իրավիճակով պայմանավորված դեռևս Թուրքիան շարունակում է փակ պահել հայ-թուրքական սահմանը, որն է դա, արդյոք շարունակում է այսքան ուժեղ մնալ Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա, իրանք ասացին հետեւյալը. իհարկե ազդեցություն կա, բայց գերագնահատել դա պետք չէ։ Էներգետիկ ազդեցությունը միանշանակ կա։ Թուրքիան ձգտում է գազային հաբ դառնալ, Ադրբեջանը դրա կարևոր էլեմենտներից մեկն է որպես գազ, նավթ արտահանող երկիր։ Կա հանրային այսպես հոգեբանական որոշակի ազդեցություն, որովհետև մեկ ազգ երկու պետություն բազմից դեկլարացվել եւ ազգայնականների համար դա կարեւոր է Թուրքիայում։ Իսկ ազգայնականները այսօր կոալիցիայի մեջ են։ Մյուսը կա որոշակի ուրեմն մեդիայի միջոցով ազդեցություն, որոշակի մեդիաներ եւ այլն այնուամենայնիվ ունեն պրոադրբեջանական դիրքորոշում։ Երրորդը կա որոշակի բիզնես եւ ներդրումային ազդեցություն, այսինքն ազդեցություններ կան, բայց դա այնքան չի, որ որոշի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Այստեղ ուրիշ բան է, ուրիշ է խնդիրը։ Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա այնքան մեծ չէ, բայց ոնց որ մեր կարևորությունն է ցածր։ Հայաստանի կարևորությունն է ցածր։ Այսինքն այստեղ երկու փոքր միավորների համեմատություն է Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից, որ մեկը շատ ավելի փոքր է, քան մյուսը կարևորության տեսանկյունից։ Սա է։ Իսկ վերջում արշալից եթե թույլ տաս կուզեի նշեցինք, որ Հայաստանի պատվիրակությունը ավելի մեծ ներգրավվածությամբ էր ներկայացվածությամբ էր այս անգամ երրորդ տարիների մասնակցում։ Այ ուշադրությունը ինչպես կգնահատես, մեծ էր նույն թուրքական լրատվամիջոցների կողմից հայկական պատվիրակության հանդեպ։ Ենթադրում եմ, այո, այդ պահին ես չտեսա ճիշտն ասած։ Դա մի շարք պաշտոնյաներ հարցազրույցներ ինչպես որ բաներ, հա, տեղում ես չտեսա դա, բայց ամեն դեպքում այն որ եւ Ռուբեն Ռուբինյանն է այնտեղ հարցազրույցներ տվել եւ Արարատ Միրզոյանն է հարցազրույց տվել առանձին հեռուստաալիքի եւ հարցազրույց է տվել, եթե չեմ սխալվում, մի քանի թուրքական լրատվամիջոցի։ Դա նշանակում է, որ այդ հետաքրքրությունը կա։ Ու այդ հետաքրքրությունը մեծ հաշվով ինչ որ առումով բնական է, որովհետեւ սահմանը փակ է, սահմանից այն կողմ չես կարող անցնել, բայց քեզ հետաքրքիր է ովքեր են այնտեղ հարևանությամբ ապրում, կոնֆլիկտ կա, ինչպես մեզ հետաքրքիր է Թուրքիան այդ առումով, այնպես էլ իրենց հետաքրքիր է համեմատություններ կարող են լինել իհարկե տարբերություններ ընկալումների եւ կարեւորության տեսանկյունից, իրենց էլ նաեւ իրենց լրատվամիջոցներին հետաքրքիր է Հայաստանը, դրա համար այդ հետաքրքրությունը կար, այո։ Շնորհակալություն Արշալիս։ Խնդրեմ Գյորգի։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Արշալյուսի հետ, ամփոփում էինք Անտալիայի դիվանագիտական ֆորումի աշխատանքները։ Շնորհակալություն, կշարունակենք հետևել կարևորագույն զարգացումներին։